Այսօր ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկության օրը սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում տարածվում են ընտրակեղծարարության, ընտրախախտումների վերաբերյալ տարբեր ահազանգեր, որոնք փաստերի ստուգման հարթակն ուսումնասիրում է եւ փորձում է հասկանալ այդ ահազանգերից որոնք են իսկապես ընտրախախտում կամ որոնք են հաստատվում փաստերով։ Այսօր առավոտից ակտիվորեն տարածվում էր մի տեսանյութ, որում քաղաքացիներից մեկը դժգոհում էր, որ իր հասցեում, իր բնակարանում գրանցված է ազգությամբ թուրք ոմն մեկը, մենք կապ հաստատեցինք ներքին գործերի նախարարության միգրացիա եւ քաղաքացիության ծառայության ներկայացուցիչների հետ եւ պարզեցինք, որ այդ անձը Նանոր Յարությունի Քրտանօղլուն է, որը ազգությամբ հայ է եւ ունի հայկական հայրանուն եւ նաեւ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Ավելին մենք պարզեցինք նաեւ, որ քաղաքացին, ով դժգոհում էր, որ իր տան հասցեում է գրանցված այս քաղաքացին, որին նա վերագրում էր ազգությամբ թուրք լինելը, իրականում այդ տան սեփականատերը չէ եւ չունի սեփականության վկայական, քանի որ ժառանգության հետ կապված առաջացել են որոշակի խնդիրներ։ Հետևաբար պնդումը, թե այդ հասցեում ազգությամբ թուրք է գրանցված, չի հաստատվում, քաղաքացին ինչպես ազգությամբ է այլ, այնպես էլ քաղաքացիությամբ։ Հաջորդ կեղծ ահազանգը, որը ինտենսիվորեն տարածվում էր, վերաբերում էր Վանաձորի ընտրատեղամասերից երկուսում կատարված կրկնակվեարկությանը, տարածվում էր լուսանկար եւ տեսանյութ ծառայողական համազգեստով անձի եւ պնդում էր արվում, որ նա երկու ընտրատեղամասերում քվեարկել է եւ կրկնակվեարկություն է արձանագրվել։ Մենք կապ հաստատեցինք այս ընտրատեղամասերի հանձնաժողովի ղեկավարների, նախագահների հետ, նրանք հերքեցին այդ տեղեկությունը, նշելով, որ ծառայողական համազգեստով այդ տղամարդը իրենց մոտ կրկնակվեարկություն չի իրականացրել, այս մասին նաև չկան դիտորդների արձանագրումները եւ վկայությունները եւ հետեւաբար այս ահազանգը եւս չի հաստատվել։ Հաջորդ կեղծ ահազանգը տարածել էր ժուրնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, նա հրապարակել էր մի տեսանյութ, որում երևում էր քաղաքացին քվեաթերթիկը ձեռքում կանգնած եւ նա պնդում էր արել, թե Օշականի ընտրատեղամասերից մեկում քաղաքացիները մտնում են արդեն իսկ կառավարող քաղաքացիական պայմանագրի քվեաթերթիկը ձեռքներին, այսինքն քվեաթերթիկները չեն ստանում ընտրատեղամասում եւ իրենց հետ դրսից են բերում, սակայն նրա հրապարակած տեսանյութը ամենևին չէր հաստատում նրա պնդումը, նրա գրառումը, որը ուղեկցում էր տեսանյութին։ Մենք կապ հաստատեցինք այս ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի հետ, նա մեզ ասաց, որ որևէ ընտրող իր հետ քվեաթերթիկ չի բերել դրսից, բոլորը քվեաթերթիկները ստացել են ներսում, իսկ ինչ վերաբերում է տեսանյութում երևացող ընտրողին, ապա հանձնաժողովի նախագահը մեզ հայտնեց, որ նա կորցրել է իր ծրարը եւ դուրս է եկել պահանջելու նոր ծրար եւ սպասել է քվեաթերթիկը ձեռքում նոր ծրարը ստանալու նպատակով։ Հետևաբար այս ահազանգը եւս կեղծ է։ Հայաստանի ընտրությունների մասին կեղծ տեղեկություն են տարածել նաեւ Կրեմլին մոտ կանգնած բոտերի ցանցը Փոթորիկ 15-16-ը բոլորից հայտնի, որը նախքան քվեարկության օրը բազմաթիվ կեղծ պատումներ եւ լուրեր տարածում Հայաստանի մասին։ Այս անգամ այս բոտերի ցանցը X-ի նախկին Twitter-ի հաշիվներում տարածել է մի տեսանյութ, որում իբրև թե քաղաքացիներից մեկը ոչնչացնում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության քաղաքական մրցակիցների քվեաթերթիկները, համար 3-ի, համար 17-ի քվեաթերթիկները, հանում է ծրարներից եւ ոչնչացնում է դրանք։ Հատկանշական է, որ տեսանյութում հնչում էր նաեւ ոչ հոդաբաշխ հայերեն խոսք եւ տարօրինակ առոգանություն։ Մենք մանրամասն ուսումնասիրեցինք այդ տեսանյութը եւ մի քանի առանցքային տարբերություններ նկատեցինք, որոնք մեզ օգնեցին հասկանալ, որ այն բեմադրված է կամ գեներացված է արհեստական բանականությամբ։ Օրինակ, մենք գիտենք, որ այս ընտրություններում ընտրողներին քվեաթերթիկը դնելու համար տրվող ծրարը ունի շագանակագույն երանգ, սակայն այդ տեսանյութում օգտագործված ծրարը սպիտակ էր։ Հաջորդ տարբերությունը, որը մենք նկատեցինք տեսանյութում, դրոշմանիշներն էին։ Այս ընտրությունում դրոշմանիշները ունեն մանուշակագույն երանգ, մինչդեռ տեսանյութում դրանք ունեին մոխրագույն երանգ, նաև դրանց վրա չէին երևում կարևոր տվյալներ, որոնք կվկայեին, որ այդ դրոշմանիշները թողարկվել են հատուկ հենց այս ընտրությունների համար։ Եվ ամենակարևորը, այդպիսի ընտրախախտման մասին չեն հայտնել հայաստանյան դիտորդները, լրագրողները, նաև մենք գիտենք, որ ընտրատեղամասերում կա ուղիղ հեռարձակում եւ եթե անձը մոտենում է ընտրախցիկին քվեատուփից հանված ծրարներով եւ ոչնչացնում է արդեն իսկ քվեարկած քվեաթերթիկները, ապա դա անպայման կարձանագրվեր ուղիղ եթերում կամ կարձանագրվեր տեղում աշխատող դիտորդների եւ լրագրողների կողմից։ Եվ ամենակարևորը, այդպիսի միջադեպը ուղղակի չէր կարող աննկատ մնալ, քանի որ ընտրատեղամասերից յուրաքանչյուրում կա ուղիղ հեռարձակում։
Եվ եթե որևէ անձ փորձի քվեատուփից հանել արդեն իսկ քվեարկած քվեաթերթիկները, հանել դրանք ծրարից եւ քվեախցիկի մոտ ոչնչացնել, ապա դա միանշանակ կարժանանա տեղում աշխատող հանձնաժողովի անդամների ուշադրությանը, տարբեր քաղաքական ուժերի վստահված անձերի եւ լրագրողների ուշադրությանը։ Հետևաբար, այն չէր կարող աննկատ մնալ եւ այս տեսանյութը եւ այս լուրը կեղծ է։